Ողջույն բոլորին, այս տեսանյութում այո կամ ոչն է, 6 տարբերակից կլինի, մեկ ալիքում լինում է ցանկության տեսանյութը, մյուս ալիքում կլինի այս այո կամ ոչը, դե նրանք տարբեր բաներ են, այստեղ հստակ պատասխանվում է ձեզ համար այո կամ ոչ, իսկ նա կկատարվի ձեր ցանկությունը, դե այնտեղ հարցեր եք կարողանում նաև տակ և հարցերի պատասխաններից երևում է կլինի թե ոչ կամ կուշանա թե ոչ. Իսկ հիմա այստեղ այո կամ ոչ պետք է պահեք, այնպիսի հարց, որ հենց պատասխանի այո կամ ոչ, ուրիշ ոչինչ։ Դա ճիշտ է, ինքը դեռ ինչ-որ մանրամասներ էլ կան, նշանակություններ կան, բայց ամենայն դեպս։ Եթե չեք հասցնում պահել, կանգնեցրեք, ֆիքսվեք թվերի վրա, տեսեք որն է ձեզ աչքով տալիս, հենց իրան է պահեք, կամ կարող եք բոլորին մեկին մեկ հարց տալ։ Իսկ մենք կշարունակենք, տեսնենք այո կամ ոչ առաջին տարբերակը, այո կամ ոչ երկրորդ տարբերակը, այո կամ ոչ երրորդ տարբերակը, այո կամ ոչ չորրորդ տարբերակը, այո կամ ոչ հինգերորդ տարբերակը և 6-րդ տարբերակը, այո կամ ոչ 6-րդ տարբերակը։ Դե սկսենք արդեն առաջինից, տեսնենք ինչ է ասում։ Բնականաբար այստեղ միայն այոն է, որովհետև այստեղ էլ ուրիշ նշանակություն ինքը չունի էլ, որովհետև ինքը այսպես թե այնպես հաջողության քարտն է, օգտվեք ձեր բոլոր ունեցած հնարավորություններից։ Եվ բանալին բացում է դուռը, հենց դա է հենց իմաստը։ Կգտնեք ելք ոչ խնդիրների լուծման համար, եթե խնդիր ունեք, կամ արդեն գտել եք, կամ այդ հարցն է, ոնց որ կգտնեմ արդյոք այդ խնդրի կամ կկարողանամ այդ խնդրից դուրս գալ եւ այլն, Սա ասում է, որ ելք կգտնեք այդ խնդրից դուրս գալու համար, կլուծեք ձեր բոլոր խնդիրները եւ ձեզ համար կսկսվի կյանքի նոր փուլ լի նոր հնարավորություններով։ Սա կարճ ժամանակահատված է, սա ակնթարթային է, այնպես որ շատ արագ, եթե ինչ-որ մի բանը պետք է լինի, շատ արագ է լինելու։ Տեսնենք երկրորդ տարբերակը, դա սա մի փոքր այստեղ այդքան էլ, ոչ է ինքը ընդհանրապես, ուղղակի եղեք իմաստուն եւ ձեր ոտքերը ամուր հենեք գետնին, ամուր կանգնեք գետնի վրա։ Մտածեք այն մասին, թե ինչպիսի մարդիկ են ձեզ շրջապատում եւ արդյոք չեն խանգարում իրականացնել ձեր ցանկացածը։ Սա կոչվում է անորոշ ժամանակ, դե ցույց է տալիս սպասել, պետք է սպասեք։ Գործողության համար պետք է ընտրել ճիշտ ժամանակը, ճիշտ պահը, եթե ինչ-որ մի բան եք ուզում անել։ Եվ պետք է չլսեք իհարկե ձեր կողքի մարդկանց։ Տեսնենք երրորդ տարբերակը ինչ է ասում, բայց երրորդ տարբերակը այստեղ բնականաբար ոչ է։ Սա ասում է կարող եք խճճվել, կարող է այդ գործունեություն, ինչ-որ մի բան, ինչ-որ մի փոքր դժվարություն կա ելք գտնելու համար։ Եկեք սա նայեմ, որովհետև սա շատ միգուցե անցյալի հետ է կապված, եթե ինչ-որ մի բան անցյալի հետ է կապված, միգուցե անցյալներ կան, խճճվել են, այստեղ կամ եթե վստահ եք ինչ-որ մի բանի վրա, ապա եթե դա կապված է անցյալի հետ, դա կկարողանաք անել, դա սա երկար ժամանակ է, պետք է երկար մտածեք, կախված է հարցից, ինչ-որ մի բանը կլուծվի թե ոչ, սա ասում է, որ ոչ, ինչ-որ մի բան է կամ թողել անցյալում, կամ այնտեղից է ինչ-որ մի բան գալիս, կամ անցյալի այդպես խնդիրներ կարող են գալ, անցյալում նմանատիպ խնդիրներ կարող եղել են եւ այլն, կախված է ինչ եք պահել։ Եթե վստահ եք, որ կկարողանաք յուրաքանչյուր դժվարությունից հեշտ դուրս գալ, ապա սա կարող եք այո համարել։
Եթե ոչ, ապա ավելի լավ է ոնց որ ինչ-որ մի բանը չանել կամ չասել կամ եւ այլն, հա, ինչ-որ մի բան է սա։ Եթե օրինակ սպասում եք փաստաթղթերի, ասում է դեռ խճճված պատմություն է, դեռ կարող են ինչ-որ փաստաթղթեր ուզել եւ այլն, դեռ պետք է սպասեք։ Միգուցե այստեղ ոնց որ նախկինում ինչ-որ բան բաց եք թողել, փաստաթուղթ չեք տվել եւ այլն։ Եթե ուզում եք ինչ-որ մի բան սկսել, ապա սա ասում է, եթե վստահ ես, որ անցյալի խնդիրներ չեն լինի, ապա կարող ես սկսել։ Եթե ոչ, ապա կարող ես ելի նորից խոչընդոտների մեջ հայտնվել։ Տեսնենք 4-րդ տարբերակը։ Դե 4 տարբերակը այսպես թե այնպես, ինքը լավ քարտով ասում է այո։ Եթե սիրային թեմա է կամ գումարային, ապա ուշադրություն ցույց տվեք ձեր սիրելիին, հա, կամ նաև կապ հաստատեք ձեր սիրելիի հետ, նաև եթե գումարի հետ է կապված, ֆինանսական գործարք է եւ այլն, եւս հա կապը պահպանեք այդ մարդու հետ կամ կապ պահպանեք կամ դիմեք միգուցե ֆինանսական հարցերի հետ կապված։ Սա հիմնական իմաստը հաջողություն է, երջանկություն, նշանակում է սեր, ուշադրություն զուգընկերոջ կողմից, նաև նվեր, անակնկալներ, նվերներ։ Միջին ժամանակահատված է, ոնց ասում է, այն ժամանակն է, երբ որ դուք ձեր հույսը դրել եք այդ ժամանակի վրա, հենց այդ ժամանակ էլ այն կլինի։ Տեսնենք 5-րդ տարբերակը։ Դե սա ոչ այո է, ոչ, սա ասում է լավ ուսումնասիրի, հնարավոր է նաև, հա, ոչ այո, ոչ, այստեղ չեմ կարող հստակ ասել այս մյուս քարտով, եկեք մի հատ քարտ հանենք սրա համար, ասում եմ պետք է մի քիչ մանրուքները, դե այստեղ եթե այսպես նայենք, հա, պետք չի բորբոքվել, եթե ինչ-որ մի բանը չստացվի եւ ոնց որ ասում է մանր-մունր խնդիրներ մի ստեղծեք, ամենաառաջինը դա հենց կբերի ոչ։ Բայց եթե ձեզ ավելի հանգիստ պահեք, ավելի նորմալ, լավ մի հատ մանրակրկիտ ուսումնասիրեք, միգուցե այն ինչ որ ուզում եք, հա, եւ այստեղ կարողանաք, հա, դա անել այո, հա, կախված է ուղղակի ինչ եք դուք պահել այս պահին։ Միգուցե իրոք ինչ որ մի բան է, ոնց որ ուզում եմ գործ սկսել։ Հա պետք է ասում ոնց որ մի հատ լավ մանրակրկիտ ուսումնասիրի ինչ ես ուզում սկսել, հետո նոր, հա, եւ մի բորբոքվի, մի ոգևորվի, հանգիստ։ Եթե սիրում է թե ոչ, այստեղ ասում եմ մի հատ լավ հələ ուսումնասիր իրան, հա, տես ինչպես է քո հետ խոսում, ինչպես է արտահայտում զգացմունքները, հետո նոր կորոշես սիրում է թե ոչ, ոնց որ պարզ չի դեռ։ Այն ինչ որ մի բան է իրոք այստեղ պարզ չի։ Երկակիություն է կամ հա կամ չէ այստեղ։ Երկուսն էլ կարող է լինել, եթե դուք չբորբոքվեք այնտեղ։ Հա ոնց որ մարդը կաշխատեմ, հա ինչ որ կընդունվեմ աշխատանքի օրինակ։ Դե ասում եմ, եթե գնաս, դիմես, հա, քեզ կարող են ասել, սա պետք է անես, նա ձեզ համար այդ մանր-մունր հարցերը լինի մեծ խնդիր, բորբոքվես, ասես չէ, բան, ու տես դուրս գաս աշխատանքից, կամ չընդունեն քեզ, կամ դուրս գաս աշխատանքից եւ այլն, այստեղ, եթե նման հատիպ հարցեր կան։ Դե եւ վերջինը կնայենք, վերջինը սա եւս, հա, էլի պետք է հավելյալ քարտ անել, որովհետեւ կարող են գիտեք, եթե ինչ-որ մի բան եք օրինակ ուզում անել, ասել, սպասում եք ինչ-որ մի բանի, որ այնտեղ կլինի, այդտեղ 3 երեսանի հետ է կապված։ Եթե հա, պարտքս կտա, դե 3 երես ունի։ Մի օր կասի հա, մի օր կասի վաղ է, մյուս օր կասի վայ, սենց եղավ է, մյուս օրը սպասի եւ այլն, հա, նմանատիպ ինչ-որ բաներ։ Եթե կապված է աշխատանքի կընդունվեմ թե ոչ, ապա սա կարող է գնալ, ասեն հա, գնա, կկանչենք, մի քանի հարցեր տան եւ սպասեք դեռ իրենց պատասխանին։ Աշխատանքի վայրում փոփոխություն կլինի թե ոչ, հա, դե ես չեմ կարող այդքան ձեր հարցերը հասկանամ ինչ եք պահել։ Սա ուղղակի ասում է ոնց որ իրենց մի լսեք, իրենց թակարդը մի ընկեք, ամենաճիշտը, այդպես։ Եթե ընկնեք, սա ապա նշանակում է ոչ։ Եթե չընկնեք, դուք ձեր խելքով շարունակեք։ Եթե իրանք չխառնեն, ինչ որ մի բան, ապա դա կլինի այո, կախված է ձեր հարցից։
Այսքանը դե հնարավորություններ կա այստեղ իհարկե յուրաքանչյուր ոչ սարքելու այո, որովհետև եւ դա ինչ որ չափով եթե մի բանը մեզանից է կախված, ապա մենք կկարողանանք դա անել։ Դե այսքանը ցավոք սրտի մի քանի բան կար, որ պետք էր ուղղել, պետք էր նաև ճիշտ խոսել, ճիշտ հասկանալ, այդպես։ Բայց էլի ձեր ձեռքում էր այստեղ։ Ձեր ձեռքում էր կկարողանաք արդյոք ինչ-որ մի բանը հաղթահարել, թե ոչ։ Կախված է ձեր հարցից, դուք իմ ասածները վերագրեք, այդպես վերլուծեք, դեպի ձեր հարցի պատասխանը, եւ այդպես կհասկանաք, կկատարվի արդյոք, կլինի արդյոք թե ոչ։ Այո է, ոնց որ թե ոչ այստեղ, այսպես ասած։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր բոլորի հարցերը միշտ լինեն միայն այո, այնինչ որ դուք եք ուզում, Տեսակ, այստեղ որ լսում եք կողքիններին ինչ է կատարվում, դրա համար պետք է ուղղակի ապրել ձեզանով, որոշել ձեզանով, որոշում կայացնել ձեզանով։ Եվ այդ ժամանակ յուրաքանչյուր բան ձեզ համար տեղի կունենա։ Այսքանը լավ եղեք։